Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արհեստացին Ադրբեջանում նվազել է նավթի արդյունահանումը։ Բռնազավթված քարվաճառում էլ ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այն ժամանակ, երբ Թուրքիան պատրաստվում է Լիբիայում ռազմաբազա հիմնել, Իսրայելը պատրաստվում է Գազայի վերաբնակեցմանը և Ֆրանսիայի կազմաքանդման կոչերով հանդես գալիս։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Բռնազավթված քարվաճառում կին զինծառայող է մահացել։ Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել բռնազավթված քարվաճառի շրջանում։ Մեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 1983 թվականին ծնված Իլախա Շախվերդիևան, ով ծառայում էր զորամասերից մեկում։ Թուրքիան մտադիր է Լիբիայում նոր ռազմաբազա հիմնել։ Թուրքական ռազմական պատվիրակությունն այցելել է Լիբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ղադ քաղաք և ստուգել 2 օդանավակայաններ, դրանք հետագայում ռազմական բազայի վերածելու համար։ Ավելի վաղ Լիբիայի ազգային բանակի շտաբի պետ Սադամ Հաֆթարն այցելել էր Թուրքիա, որտեղ ստորագրել էր պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր։ Իսրայելը պատրաստվում է Գազայի վերաբնակեցմանը։ Գազայի հատվածում իսրայելական բնակավայրերի ղեկավար Դանիել Ավայսն ասել է, որ տեղափոխվելու պատրաստ ընտանիքների թիվը 360-ից հասել է 3600-ի։ Նրա խոսքով Գազայի հատվածում Իսրայելի ժողովրդի համար իսկական ռիվերա է ձևավորվում։ Նա նշում է, որ հյուրասենյակով և մեծ խոհանոցով 4 սենյականոց բնակարանը կարժենա մոտավորապես 2 միլիոն շեկել կամ մոտ 500,000 եվրո, ծովին մոտ լինելու պատճառով, ինչպես նաև մատնանշում է տարածաշրջանին մեծ զբոսաշրջային ներուժը։ Նեթանյահուի որդին էլ վիրավորում է Մակրոնին Պաղեստինի պետականությանն աջակցելու համար։ X-ի հարթակում իր գրառման մեջ Յայիր Նեթանյահուն ֆրանսիական մի շարք տարածքների անջատման կոչով է հանդես եկել։ Այո, Նոր Կալեդոնիայի անկախությանը, այո, Ֆրանսիական Պոլինեզիայի անկախությանը, այո, անկախության Կորսիկայի համար, այո, Բասկերի երկրի անկախությանը, այո, Ֆրանսիական Գվիանայի անկախությանը, դադարեցրեք ֆրանսիական նոր իմպերիալիզմը Արևմտյան Աֆրիկայում, գրել է երիտասարդ Նեթանյահուն։ Մինչ Անկարան հրապարակավ աջակցություն է հայտնում Գազային, իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Պաղեստինի տարածքին, պատրաստված է Թուրքիայում 2024 գրառմամբ ռումբերով։ Ռումբերի նկարները հայտնվել են սոցցանցերում և հարուցել մահմեդական օգտատերերի ցասումը։ Ադրբեջանական նավթի արդյունահանումը նվազում է։ Բանն այն է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում արդյունահանվել է 6,9 միլիոն տոննա նավթ և կոնդենսատ, մինչդեռ 2024 թվականի առաջին 3 ամսում այդ ցուցանիշը կազմել է 7,3 միլիոն տոննա։ Այս մասին հայտնում է Հախին Աղզը, հղում անելով երկրի էներգետիկայի նախարարության տվյալներին։ Նավթի արդյունահանման ներառյալ կոնդենսատի անկում է նկատվում նաև Սոկարի ափամերձ հանքավայրերում, այդ ցուցանիշը նվազել է մինչև 1,8 միլիոն տոննայի։ Նույն իրավիճակն է նաև Շահ Դենիզ գազի հանքավայրում։ Նախիջևանում անհետացել են պետական բյուջեի գումարները, պետական անվտանգության ծառայությունը մեղավորների է փնտրում։ Ադրբեջանի հետաքննիչ պալատը Նախիջևանի ինքնավար հանրապետությունում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութեր է ներկայացրել գլխավոր դատախազություն և պետական անվտանգության ծառայություն։ Փաստաթղթի համաձայն Նախիջևանում 4 ստուգումներից հետո հանցագործության հետքեր են հայտնաբերվել։ Արդյունքում բացահայտվել են ընդհանուր 46,6 միլիոն մանաթի ֆինանսական խախտումներ, որից 12,7 միլիոն մանաթը բյուջեի ուղղակի կորուստներ են, իսկ 31,5 միլիոն մանաթը բյուջե չմտած և բանկային հաշիվներում մնացած միջոցներ են։ Թուրքիան թմրանյութի ապօրինի շրջանառության դեմ խոշոր գործողություն է իրականացրել։ Գործողության նախապատրաստումը տևել է 6 ամիս, խուզարկություններ են կատարվել միաժամանակ 626 հասցեներում։ Գործողությանը մասնակցել է 4768 ոստիկան, 1461 թիմ և 4 անօդաչու թռչող սարք։ Անկարայում գործողության ընթացքում ձերբակալվել է 525 թմրավաճառ։ Բաքվում ձերբակալվել է լրագրող Միրշախին Աղաևի եղբայրը։ Real TV տնօրեն Միրշահին Աղաևի եղբայրը Միրադին Աղաևը մեղադրվում է խարդախության մեջ։ Նախկինում Աղաևը եղել է Յարդիմլիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Սա նրա նկատմամբ խարդախության առաջին քրեական գործը չէ։ Նա նախկինում մի քանի անգամ դատապարտվել է խարդախության համար։
Թբիլիսիի դատարանն էլ գրավի դիմաց ազատ է արձակել լրագրող Աֆղան Սադիգովին։ Տղամարդը ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսին երրորդ երկիր թռչելու փորձի ժամանակ։ Հաղորդվում է, որ Սադիգովը ձերբակալվել է Ադրբեջանի պահանջով ահաբեկման միջոցով շորթման մեղադրանքով։ 2025 թվականի փետրվարի 27-ին Միեդը Վրաստանին արգելել է Սադիգովին արտահանձնել Ադրբեջանին։ Ըստ ամենայնի Թբիլիսին կատարել է դատարանի որոշումը։ Իսկ ահա Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանին պետք է վճարի 75,000 լիրա։ Անկարայի դատարանը ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին պարտավորեցրել են 75,000 թուրքական լիրա կամ $1950 փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատճառված բարոյական վնասի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Պատճառը Օզելի 2022 թվականի ապրիլի 26-ի հայտարարություններն էին, որտեղ նա Էրդողանին մեղադրում էր դատական համակարգի անկախությունը խարխլելու մեջ։ Թուրքիայում գրանցվել է վերջին 10 տարվա ամենաուժեղ սառնամանիքը։ Մի քանի նահանգներում ջերմաստիճանը իջել է մինչև -15-ի։ Որոշ շրջաններ ամբողջությամբ ձյունածածկ են։ Պետական Անադոլու գործակալությունը գնահատում է, որ ցրտահարությունը վնասել է երկրի 81 գավառներից 36-ի բերքը։ Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահը հանուն հոր պատմական շենքը մարմարով է պատել։ Բանն այն է, որ այդ երկրի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Ղասիմզադեն ամբողջությամբ կոտրելով 19-րդ դարում կառուցված պատմական շենք ճարտարապետական հուշարձանի ճակատի 3 մեծ քարերը մարմարե հիմք է պատրաստել իր հոր 1990-ականներին տեղադրված կիսանդրու համար։ Հասարակությանը այս վանդալիզմը զայրացրել են։ Սոցցանցերի օգտատերերը գրել են. ինչպես է դա հնարավոր, մի կազմակերպության ղեկավար, որը պարտավոր է զբաղվել ճարտարապետական հուշարձանների պահպանմամբ, անձամբ է խեղդում պատմական շենքի ճակատը։ Կարծում ենք, որ արհեստացին Ադրբեջանի պաշտոնյայից այլ բան պետք չէր ակնկալել, հաշվի առնելով, թե այս իշխանությունները ինչպես են ջանասիրաբար ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը բռնազավթված Արցախում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։